Սիրելի հայրենակիցներ, վատ լուր ունեմ ձեզ հայտնելու, ուրեմն այսօրվանից ամերիկյան բոլոր հեռուստաալիքները CNN, Fox News, NBC, CBS, RBCD բոլորը հաղորդում են, որ Լաս Վեգասի իմիգրացիոն բանտում մահացել է կամ սպանվել է Վարդան Ղուկասյանը, ԴՕԿ կուսակցության ղեկավարը, գիշերը հայտնաբերել են նրա դիակը, ուրեմն անդամահատված, կախված առաստաղից ինչ-որ անհասկանալի պայմաններում, անդամահատված, անդամը, ուրեմն առնանդամը բերանի մեջ, մի անհասկանալի բան, ոմանք ասում են որոշակի, ուրեմն CNN-ը ասում է, որ դա սպանություն է, շատ դաժան սպանություն է, Fox News-ը այսօր ասեց, որ դա ուրեմն ինքնասպանություն է, ասեց իրարամերժ նորություններ են ուրեմն հաղորդվում, ասում են, որ երեք հենց վարչապետ Փաշինյանը դա էր պատճառը, որ դիմեց, դուք տեսաք այդ կադրերը, դիմեց ուրեմն նախագահ Տրամփին բացատրություն պահանջելով, այսօր պաշտոնական ուրեմն սպիտակ կայքի, սպիտակ ներողություն, սպիտակ տան կայքն էլ հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրեմն նախագահի նստավայրից հաղորդել են, որ նախագահ Տրամփը ներողություն է խնդրել Հայաստանի Հանրապետության իշխանություններից եւ խոստացել է շատ կարճ ժամկետում ուրեմն բացահայտել սպանության թե ինքնասպանության պատճառները։ Այսինքն այդ ձերբակալված անձինք են, որոնք կասկածում են ուրեմն Վարդան Ղուկասյանի սպանության մեջ, մի մասը նորից եմ ասում են, որ սպանված է, մի մասը ասում են ինքնասպանություն է գործել, բայց տարօրինակը նա է, որ անդամահատված սեռական օրգանը հայտնաբերել են նրա բերանի մեջ, կոկորդում խրված, ինքն էլ առաստաղից կախված։ Հիմա նոր ուրեմն իրարամերժ հաղորդագրություններ են հաղորդում, ես հետև եմ դրանց եւ անմիջապես ձեզ նորից կներեկացնեմ։ Շատ ցավալի է, բայց սա է իրականությունը։ Նախագահ Տրամփն էլ ուրեմն ներողություն է խնդրել, ինչպես ասեցի, եւ խոստացել անմիջապես, նույնիսկ հաղորդագրություն եղավ ալիքներից մեկին, որ նա ուրեմն կիսատ է թողել Եգիպտոս պլանավորված այցը եւ Եգիպտոսից անմիջապես ուրեմն մեկնել է Վաշինգտոն այդ ուրեմն սպանության հանգամանքները պարզելու համար։ Ես կհետևեմ նորություններին, անմիջապես ինչ-որ նոր թատերությունների դեպքում անմիջապես կհիսվեմ ձեզ հետ։ Համենայն դեպս ընդունեք իմ խորին ցավակցությունները։